Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նորանտապանիկ քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր քննարկումը ոնց ենք կացնելու Լոս Անջելեսի հայտնի բժիշկ, հասարակական գործիչ, ամերիկյան սփյուռքում Վարշակ Փիլոսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Փիլոսյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես գիտեմ, որ դուք ակտիվ գործունեություն եք իրականացնում հետամուտ լինելով հայկական հարցին եւ հատկապես Վիլսոնյան իրավարար վճիռը ամերիկյան միջավայրում կրկին վերակենդանացնելու կամ որպես օրենք ճանաչելու հարցում։ Գիտեմ, որ բազմաթիվ նամակներ եք գրել ամերիկյան տարբեր պաշտոնյաների։ Մի քիչ մանրամասն խնդրեմ պատմեք, ինչ արդյունքներ ունեք այդ գործունեության հետևանքով, ուր եք հասել եւ ինչպես է ընդհանրապես տրամադրված ամերիկյան establishment-ը ձեր այդ ակտիվության նկատմամբ։ Տիգրան ջան, establishment-ը կողքի, շնորհակալություն եթեր տրամադրելու համար։ Ես այն կարծիքին եմ, որ ինչքան տարիքդ առաջ է գնում, այդքան անկախ քեզանից քո ուշադրությունը տարօրինակ ձևով գնում կենտրոնանում է այն հարցերի վրա, որոնք դու զգում ես, որ քեզ էլ է վերաբերվում, բայց դու անտեսում ես։ Տեղեր կա մարդիկ բռնի են տանում, սրանից չխոսես, բանդ են տնում եւ այլն, մենք խորհրդային շրջանում ապրած մարդիկ ենք, գիտենք դա ինչ է նշանակում։ Չարենց, Բաքունց, Զաբել Եսայան, Մահարի եւ այլն, որ նամից էս ինչ էր կատարում, ուղղակի էս մարդիկ իրենց սրտի հոգու ձայնից են խոսում։ Հանկարծակի ինքը հայտնվում է Սիբիրում։ Հիմա եթե մենք ապրում ենք, ասենք, մի երկրում, որտեղ մի ղեկավար ասում է, որ եթե որևէ մեկը իմ մտքի հետ համաձայն չի, թող դիմումը դա հեռանա, ուրեմն սովետը չի վերացել։ Որտեվ ես հիշեցի Թոմաս Ջեֆերսոնի այն խոսքը, որ ասում է հետևի ճշտին, հետևի չվախենա սուրե տալ։ Եվ երբ որ ես նայում ասենք աշխարհում քանի հայ կա հիմա 12, 14 միլիոն, 10 միլիոն, ես կարծում եմ, որ 12-14 միլիոն կլինեն, որից ընդամենը 2-3 միլիոն է Հայաստանում եւ Խորհրդային Միության ներքին սփյուռքում, այսպես ասած, քանի 5 միլիոն գուցե, մեծամասնությունը դուրսն են։ Բայց հզոր ազգի հատկանիշ են ցուցաբերում, այն օրը գնացել եմ Թորիս համալսարան ավարտական միջոցառմանը, այդ մի 700 հոգի ավարտել են, 300 հայեր են։ Սրանք ամեն մեկը իր ծնողների զոհաբերություններով, իր անձնական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում, եւ այս բոլորը իմ համար հայդատի զինվորներ են։ Եվ հանկարծ պատկերացրու, որ մեկը, որը պիտի համախմբի, միավորի սրանց, պատկերացրու ինքը այդ կարողությունը չունի, ինքը նույնիսկ այդ մտադրությունը չունի, ինքը նույնիսկ չի ուզում խոսել, ինքը ուզում է կոմֆորտ զգա իր։ Կոմֆորտը լավ, այ դրանից չխոսել, ցեղասպանությունից չխոսենք, արի չխոսենք Սիբիրից, արի չխոսենք գրքեր վառելուց եւ այլն։ Ամփոփում այսպեսին է, Տիգրան ջան, որ հազարավոր թելեր ունի հայկական հարցը, որը անձնական մակարդակի վրա իմ վրա ես պետք է դա զգամ, ինձ սահմանափակելով եւ երբ որ ասենք դու ասում ես հայտնի բժիշկ, հասարակական գործիք, զգում եմ, որ իմ էգոն սկսում է ուռել։ Ես ինձ մեծ եմ զգում, եկե բաժնում զգուշ եղի։ Բոլոր մարդիկ էլ էգո ունեն եւ այդ անտերն էլ կշտանալ չունի։ Դրա համար խելացի կլինի, որպեսզի ասենք ինքնաճանաչ դառնալու առաջի հատկանիշը նա է, որ դու կարողանում ես ուշադրությունդ բերել այն կետերի վրա, որոնք քեզ համար կյանքում կարևոր են։ Անկախ նրանից քեզի Սիբիրի որ անկյունն են տանել։ Ուրեմն իմ մոտեցումը այդ քո հարցին մի քիչ երկար եղավ, նախաբան այսպեսին է, որ ինչ բնակավար ես տեսնում եմ, ասենք այսօրվա օրը Ամերիկան մի հատ օրենք ունի։ Եվ եկեք պարզ խոսենք, որ սա տրամաբանության հարց չէ, եւ ես ուզում եմ այսքան ասեմ ու կանգնեմ։ Իմ օրենքը չի, Ամերիկայի օրենքն է։
իմ օրենքը չի, սա շրջանային չի, մարզային չի, քաղաքային չի, հանրապետական չի, Հայաստանի ստեղծածը չի, ամերիկան օրենք ունի, 2 միլիոն ամերիկացին կարողանալու են այդ օրենքը աշխատեցնել։ Ես սրա անունը կդնեի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կիրառում եւ մանդատի օգտագործում տարբեր ձևեր կան, մենք հիմա չենք գնում թնդանոթներն առնենք պապիստունը հարսում է եղել, տատիստունը Էրզրումում գնանք կրավենք, բայց ես մի բան կասեի, այն ժամանակ նաև եղել է հատուցման հարց, որ այսօր 320 միլիարդ դոլար Թուրքիան պարտավոր է վճարի Հայաստանին ըստ այդ օրենքի։ Հիմա մեր ստացվում է, որ մեր փողերը դրսում է, հայկական ոսկին թուրքը առել է, տվել է Գերմանիային, իրենք պատերազմի կոնտրիբուցիաներ են արել եւ փոխանցել են Ֆրանսիային, Բելգիային, Անգլիային, հետո գնացել է Ամերիկայի ոսկու ֆոնդի հիմքն է դա, հետո հետ է գնացել Անգլիա, հարց եմ տալիս։ Հայկական ոսկին պտտվում է ուրիշ բանկերում, Հայաստանը դրսից վարկ է վերցնում, որ գոյությունը պահի։ Տիգրան ջան, անտրամաբանությունը երևում է, այս հարցերին պիտի մոտենաս, չմոտենալը վախի, տգիտության, անհեռատեսության նշան է, իրավաբանը պետք է մեջ մտնի, հայ ժողովուրդի իրավունքներ ունի, տարբեր պատճառներով, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը չի կիրառվել, երբ որ կարդում ես Լենին-Աթաթուրք պայմանագրի առաջի տողերը, որ երկուսը բարեկամական իրենց հարաբերությունները հաստատելով, ես մեծ չբերեմ ամբողջը, չեն ընդունում Թուրքիայի սահմանների մասին որևէ որոշում։ Սա առաջի պարագրաֆն է, որ կարդում ես Լենին-Աթաթուրք պայմանագիր, որը կրկնվեց որպես Ղարսի պայմանագիր։ Խնդրանքս որն է։ Շատ լավ գիտես Անտոնով Միրզախանյանին, մարդը Կրասնոպրեսնսկի ռայոնից սկսեց, բարձրացավ Մոսկվայի քաղաքական դատարան, բարձրացավ Ռուսաստանի գերագույն դատարան, բարձրացավ սահմանադրական դատարան եւ համոզվեց, որ Ռուսաստանը իրավաբանական մեխանիզմ չունի գնահատական տալու իր օրենքի։ Եթե դա կարելի է օրենք համարել, որովհետեւ ում հետ որ ստորագրել է Վլադիմիր Իլիչը, այդ մարդը պետություն չի ներկայացրել։ Հիմա այս հարցերը չեն քննված։ Հիմա զուգահեռ ուրիշ բան է եղել, հայերի ոչ միայն հողերը տվեց, շատ հետաքրքիր 1922 թվականին մարտի 14-ին հետաքրքիր մի հատ ուրիշ որոշում եղավ։ Սոցիալիզմի գործը լավացնելու, արագացնելու համար մենք պետք է անցնենք լատինատար գրության եւ դրա համար բոլոր ազգերը պետք է գրեն լատիներեն։ Հիմի Յակուտիայում, Չուկչայստանում, Ղազախստանում, որ տար չեն ունեցել, բար չեն ունեցել, հասկացանք։ Դա դրական քայլ է, երբ դու իրանց մի հատ լատինատար ես տալիս։ Բայց 1500 տարվա մատենագրություն ունեցող ժողովրդին դու բռնես ու միանգամից ասես դու պիտի լատինատար գրես եւ ապշեցուցիչ է եւ իմ համար կոնկրետ Թումանյանի գիրքը գնեց 2 օր առաջ, վերնագիրը գրել է անկեղծ չենք։ Մարդը գրել է անկեղծ չենք։ Հովհաննես Թումանյան, մեր մեծություն, ճիշտ ես ասում, անկեղծ չենք, ինքը հիմա զարթնի, իր գիրքը վերցնի, կասի ես այս ձևի չեմ գրել։ Այս տարերը, այս բառերը ես այս ձևի չեմ գրել։ Շատ բաներ մնացել, ինքը կկարդա կհասկանա, ես էլ եմ հասկանում։ Տերյանը վեր կենա զարթնի, այդպես չի գրել։ Մենք հիանում ենք նարեկացիով, բայց ցավալի է, նարեկացին, եթե դու բնագրում չես կարդում, աբեղյանական ես կարդում, ինչքան է կորում մեջ է, ոնց որ վարդից հոտ քաշես դիմագը դեմքի դրած։ Ամփոփումս այսպես է, Տիգրան ջան, որ հայկական հարցը կա եւ գոյություն ունի, ոչ մեկը չի կարող ինձ կանգնեցնել հետ այդ հարցից, տակտով երախտագիտության զգացումը պահած, ինչքան դրական բաներ են եղել նույնիսկ ամենավատ ժամանակ հայ ժողովրդի հետ, ինչպես ենք մենք ազգովի կարողանալու գնահատական տալ այն դրականին, որը մեր հանդեպ ցուցաբերել է աշխարհը։ Ես որ նայում եմ Թոյնբիի գրքին, նայում եմ Ջեյմս Բրայթի գրքին, ես նայում եմ Վագների նկարներին, երբ որ հետևում եմ արաբական երկրների շեյխերը գնացել են Մեկկա իրենց
այդ Մոհամեդի հետնորդին են խնդրում կանգնեցնել Թուրքիային քայլեր են կատարված հայերին փրկելու համար, որը մարդկությունը կվերակտնի իր հոգևոր էությունը։ Եվ պատկերացու դու անցել է արդեն 11 տարի եղեռնը սկսվելուց, նկատի ունեմ 15 թվականի դեպքերից հետո Համիդյանը թողնենք, որբանոցների շինելը 20 թվական Մերձավոր Արևելքի նպաստամատույցը, 23 թվական Կիրակնորիա ոսկի օրենքը, Ամերիկայի պրեզիդենտ այդ օրը կերեք մի կտոր հաց խմեք, մեկ բաժակ կաթ մտածած ուղարկեք հայերին, շուրջ 10-15 տարի անցյալ դարեսկզբին հայի անունը, Հայաստանը, հայկական հարցը եղել է ամենատարածված թեման Ամերիկայում։ Մեր դերը գնա արմատիտ, գնա այնտեղ է Ամերիկայի էությունը, որը զուգորդեց Ամերիկայի տնտեսական աճին։ Ամերիկան այնքան հարստություն կուտակեց այդ ժամանակ, որով ինքը բարոյական բարձր մակարդակի վրա էր։ Այժմ մենք տեսնում ենք, ասենք, որ մի երկիր խոսում, այս երկրի շահին համապատասխանում է, սրա շահին չէ, ասենք շահել է պետք, բնական է, այսօր մենք հաց է պետք, ջուր է պետք, մեզի պետք է եկամուտ, բայց այդ չի նշանակում ես պետք է անբարոյական դառնամ, մոռանալով իմ ստացած պարտականությունները։ Եվ իրոք Տիգրան ջան չթաքցնեմ, ես ցավում եմ, իրոք ցավով եմ ասում, որ խեղճ Ռուսաստանը տիեզերք է թռնում, բայց իր իրավական որոշումները գնահատական տալու իրավաբանական կարողություն եւ ապարատ չունի, Անտոնովի դեպք օրինակ մեզի, Ամերիկան էլ հետաքրքիր մի հիվանդության է գնաց, եկեք ասում է ձեն չան, ինքը չի կարող, որովհետեւ այդ օրենքը վերջնականի բողոքարկման ենթակա չի, որն է Ամերիկայության դերը, զարթնեցրու քնած օրենքը։ Մոտս են, ես նամակները, որ գալուց առաջ գրեցի, որ արդյոք Վուդրո Վիլսոնը ունի օրենքի ուժ, գիտեմ, որ ունի, ինչի ստուգել եմ, չեղյալ չի հայտարարվել, ու նամակների ոճը փոխվում է, արդյոք չեղյալ եք հայտարարել, արդյոք փոխարինել է, ես գիտեմ, որ չի արած, արդեն ես էլ անկեղծ չեմ, բայց ես ուզում եմ, որ ինքը ասի դա, ինքը հենց ասեց ՆԱՏՕ-ն քանդվում է, ինքը հենց ասեց, դու զգում ես, որ այդ Վուդրո Վիլսոնը չմտավ Անտանտայի մեջ, իրենից Լյոր Ջորջը խնդրում էր, ասում մտի Անտանտայի մեջ, դու արդեն կռվի մեջ ես մտել, մենք Անտանտա ունենք, հենա Ռուսաստանը դուրս եկավ, դու մտի։ Վուդրո Վիլսոնը իսկապես բարոյական բարձր հատկանիշների տեր եղել, ասում է, դուք ենթարկվել եք ագրեսիայի, ես ձեզ կօգնեմ, բայց ես չեմ մտնի կազմակերպության մեջ։ Ես պետք է ամերիկյան սկզբունքները տարածեմ, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է դարձնենք առանցքային, եւ սա նա ասում է աշխարհի կեսը գրաված Անգլիային, եւ սա ասում է աշխարհի մյուս կեսը գրաված Ֆրանսիային, մասնավորապես շեշտելով Հայաստանը։ Ես հիացել եմ, ինչ ասեմ քեզի, եւ այդ մարդուն մենք հենց մինչեւ հիմա չենք պատվել, շահել, դերևս Վիլսոնյան իրավարար վճիրների համագումարներ Հայաստանում չի գայացել, մենակ մենք Ալիևը լիներ 10 տարել էր հիմա ենք։ Դե խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանում դրա մասին քիչ գիտեն եւ ոչինչ չի արվում Հայաստանի պետության կողմից, որպեսզի այդ փաստերը ավելի հանրաճանաչ դառնան, այդ փաստերը իրոք դա պետական մակարդակի շնորհակալության խնդիր է, այդպես չէ՞։ Մեծ, շատ մեծ հարցի, նույնիսկ ախր խեղճ որբերն էլ չկան, որբերի թորները չկան։ Դուք մի հատ ձևակերպեք ուղղակի, որովհետև մեր հեռուստատիտողներից շատ-շատերը աղոտ գիտեն այդ մասին, մի հատ հստակ ձևակերպենք ինչն է խնդիրը։ Հարգելի հայեր, հարգելի քույրեր, եղբայրներ, մի նախադասություն կա, որ ես ուզում եմ, որպեսզի որպես բնաբան հայ բանակցություն վարողը ամեն անգամ կրծքին կպցներ։ Վիլսոնի այս նախադասությունը, մենք պետք է փրկենք հայերին, մենք պետք է ստեղծենք ուժեղ Հայաստան, առանց գաղութ դարձնելու։ Այս տարածքը ռուսը մոռանում է։ Այս տարածքը մյուսները իրենց են ուզում մեզի դարձնել։ Եվ հայերի համար այնքան լավ բաներ է արված, եւ շեղվել է Տիգրան ջան հարցը չմոռացա, բայց ես զգում եմ, որ ես պետք է մի քիչ հետ գնամ, հետո առաջ գամ, ասելով որ
Մարդը երկու ձևի պատասխան ունի կյանքի դեպքերին։ Մեկը երբ որ զգացական ես, մի բան դուրս չի եկել, մարդիկ ռեակցիա են տալիս։ Զգացական է։ Լույս է, ձայն է, ցավեց, ծակեց, կոտրեց, զգացական է, խելքին է գնում։ Հիմա սխալ չի, բայց զգացականի վրա հիմնված է գնաց խելքին, հակադարձ կապը դառնում է ռեակցիա։ Ուրեմն արի մի հատ ընդունենք, որ մենք ռեակտիվություն ունենք, ես էլ ունեմ, բայց ինչքան ես սա գիտակցում եմ, այդքան իմ ռեակտիվությունը քչացնում եմ։ Մարդու իսկական էությունը, որ ինքը ոգեղեն է, իմիջիալոց թորներից կնքեցինք երեքն, պապի ինչ է նշանակում մկրտել, ասում այսօր մանից դու ոգեղեն ես, բալեք ջան, պապի ոգեղեն ինչ է, դու սպիրիչուալ ես, սպիրիչուալ ինչ է, այդ նշանակում որ մեջդ Աստված կա։ Այդ նշանակում դու ոչ միայն զգացական ես, մտածող ես, դու նաև ոգեղեր ես, դու սեր ես, դու ներողամտություն ես, դու հավատ ես։ Կարողանաս քո ուշադրությունը բերել այստեղ թե չէ։ Եվ ուշադրի ինչ եղավ։ Վուդրո Վիլսոնը ափսոսորցենք մարդը տարավ կատված, ծախմասը թուլացավ։ Եվ դրա համար ինքը չկարողացավ մինչև վերջ հարցնել իր առաքելությունը, բայց հետաքրիր մինչև վերջ ինքը շարունակեց, առ այսօր իր տանը կախված է հայ որբի նկարը, հյուրասենյակում կենտրոնական տեղ ուրիշ բան չի դրել ինքը այնտեղ։ Ինչ եղավ Վուդրո Վիլսոնից հետո, Անգլիան, Ֆրանսիան, Բելգիան սկսեցին իսկապես թալանել Գերմանիային 23 թիվ գերմանացի կազմին այդ պարտքը չեն կարող տալ։ Չմոռանանք թուրքի պարտքը մեզի։ Ամերիկան $500 միլիոն տալիս է Գերմանիային վարկ, որպեսզի ինքը պարտքերը վճարի։ Արդեն այդ պահից Սովետը եկե գրավել է, մենք կոմունիզմ ենք կառուցում, ես սովորում եմ, որ պիտի ես սպանեմ այդ կապիտալիստներին, ովքեր ինձ փրկել են, այդ շփոթմունքից դուրս գանք մի հատ։ Մի հատ էլ եղավ 28 թվականին, երբ Գերմանիան էլի հրաժարվեց իր պատերազմի ժամանակվա հատույցները վճարելու։ Ամերիկան այդ դեպքում հետաքրքիր միտք եղավ։ Մենք կհանենք ֆրանսիական, անգլիական, բելգիական զորքերը Էլզաս Լոթիրինգիայից, մենակ սկսի վճարել։ Ուրեմն 28 թիվը պահել եմ, որ Գերմանիան պարտքը վճարի։ Այսի տգիտություն է, տգիտություն, հասկացել եմ, զգում եմ ինչ, ես դա պիտի չսովորեմ։ Ինչ եղավ թուրքի պարտքը Հայաստանին, մի րոպե թուրքը հասկացավ, որ արդեն ռուսին խաբել է, նկատի ունեմ հայկական հողերը առել է, սոցիալիզմի կարգախոսը դարձավ ջիհադ իրեն համար, փաշաներին այն ժամանակ անունները փոխեց, տիտղոսները դարձեց կոմիսար, մարդը խորամակ վարվեց, Լենինն է հավատաց, այսօր ինչ դարձավ, Ուկրաինային հարձակվելու վրա հարձակվելու մեկ օր առաջ Պուտինը ստորագրեց Ալիևի հետ ստրատեգիական պայմանագիր, երկրորդ խաբելը։ Ինչ է, ինքը գիտի, որ բերի Ղարաբաղը վերցի և դրա ինքը պետք է ստրատեգիա գա, ու Պուտինին կարծում է տենգերեկը դե։ Ղարաբաղյան դեպքերը ցույց տվեցին, որ ինչպես է իսկապես միամիտ անհեռատես ձևով մեր հյուսային ընկերը կորցնում իր զինակիցներին, այն օրը Նադիև ոնց էր կոչում ազգանունը, Վիդի Նադիևսկի գլխավոր քաղաքական ասես потеря Ղարաբաղը это потеря для России։ Նայում եմ, ասում, ինչ ես ինձ ասում, Պուտինին ասում մի հատ։ 33 թիվ Գերմանիան լրիվ հրաժարվում է, Տիգրան ջան, վճարները տալուց, Հիտլերը եկե։ Հիտլեր 12 տարի դիմացավ։ Հիտլերից հետո գնացելի ոնց որ Տրոցկու գաղափարը համաշխարհային հեղափոխության դեր Վիետնամ, Կորեա, Մորեա սկսեցին սոցիալիզմ մտցնել, Ամերիկան ուղղությունը փոխեց հակակոմունիստականի։ Ու մինչև մենք հասանք այն աստիճանի, որ այսօր մոռացան իրենք էլ Վուդրո Վիլսոնը մեր հանդեպ ինչ պարտականություն է վերցրել, Ռուսաստանն էլ 50-ական թվականներին հայտարարեց, մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք։ Դու երբ ես ունեցել, որ պահանջ, Ամերիկան ունի այդ պահանջը։ Եվ մենք առ այսօր մեր քաղաքական գործիչները, մեր արտաքին գործերի նախարարությունը կոմֆորտի է գնում մարդը։ Քեզ ով է խանգարում մի հատ գնաս ասես հարգելի Էրդողան եղերնից հետո եղերն չասենք, տեղահանությունից հետո կարևորը բառը չի, դուք հավաքագրել եք
անտեր մնացած կույքը։ Տուն, կով, ձիվ, ոչխար, շենք եւ այլն։ Դուք դրանք հետո հանել եք ակշնի, ծախել եք։ Դուք դրանով փող եք հավաքել։ Կարող ենք մենք այս հարցը քննել։ Այդ գումարը եղել է 19 միլիարդ ֆրանկ, այն ժամանակ ինքն է գիտի, երբ որ ասենք նախապայման չես դնում, ինքը զգում է, որ դու նախ անկեղծ չես մինչև վերջ։ Դու զգում ես, որ եղածն ես զիջում, եւ ինքը գիտի, որ միտեղ հետի պիտի դուրս գա, ինչի են ուրախանում եվրոպական երկրները, մարդը եկել է Երևանում, Եվրո խորհրդարանի ժողով անցկացնում, ինչպիսի հեռատեսություն, մի հատ Ղարաբաղցու հետ չի հանդիպում, որի համար ինքը Մինսկի խումբ էր ստեղծել։ Իսկ Եվրո խորհրդարանի շենքի վրա գրած է դեմոկրասի։ Եվ այս քալասի վերջի արտահայտությունը այս տարի էլ իրոք Ծիրանի բերքը լավ է, ինքը ոնց է ասել, ես հայկական ծիրանով սարքեցի ջեմ, այնպիսի համ ուներ այդ ջեմը, ինչքան հետաքրքիր է, հայկական հարցը բարձրացավ ջեմի համի մակարդակին, առանց մի բառ ասելու 120-150 հազար արցախցիների մասին։ Չլուծված հարցը ինֆեկցիայի նման է, թարախակալում է, պիտի կարողանաս բացել, անունը պտի տաս, սա հաճելի չի, ես մի ուրախանամ, որ ինքը հայկական ծիրանի համն է գովում, ես է գիտեմ դա, մի բար մինչև հիմա չեն ասել, կարծես թե Արցախի հարց չկա, ես էլ չեմ ասում պատմամշակութային ժառանգությունը, որոնք այսքանի օրերին հանդիպեցի հայ գիտնականների հետ, մարդիկ տանում են գործը առաջ, կանաչ եկեղեցի, քանդված մի մաս, հաջորդ նկար ադրբեջանցի զինվորը եկեղեցու առաջ տիեզերքից նկարած է կանաչ եկեղեցու տեղը տադարկ է, սա արդեն իրավաբանական գործ է, չեմ մեղադրում, հասկում Ալիևն էլ ես չի հասկանում, որ ինքը պարտավոր է Ռերիխի օրենքը հարգի, հասկացանք ճակատագիրը եղել է, այսօր հայերը այնտեղից դուրս են եկել, վաղն էլ հետ կգնան, կկարողանանք մենք հարցը իրավաբանորեն Մոնտեի գրքի վերնագիրը նայել ես, չէ, պայքարելու իրավունք, հայ ղեկավարը չի օգտագործում իրավունք եզրը, իրավունք, որով աշխարհը ձգտում է խելքի գա, կանոնի գա, այդ իրավունքը ոնց որ ճիշտը նայ, որ ֆիզիկը, մաթեմատիկը, ցանկացած մեծ գործ կատարում է, սրա բանաձևը որն է, հայկական հարցի բանաձևը 1920 թվական 23-ից հետո խորհրդային միության գալուց հետո ուղղակի քնել է, մենք պիտի զարթնեցնենք։ Տիգրան ջան, ես մի քիչ ոգևորվեցի գնացի, կուզեի մի հատ սա ցույց տալ։ Հայաստան Սփյուռք միասնության հիմք նշան միասնական ուղղագրություն, այնպես Խաչերյանի հատորն է, ասեք որ մարդիկ Պրոֆեսոր Խաչերյանը գրել է հայոց համազգային Մաշտոցյան ուղղագրության պատմությունը, միակեպ ուղղագրության պատմությունը, որը նվիրել է հայ ժողովրդի անջարեղ զավակ հայոց Այբուբենի եւ գրահամակարգի գյուտարար, հայագիր տպրության հիմնադիր, մեծն Մաշտոցին, ծննդյան 1637 տարելիցի արդիվ, հեղինակի նկարը, հետաքրքիր է, մենք այն ազգն ենք, ոչ միայն հայ եւ սփյուռք ենք, այդ 22 թվականի ռեֆորմի պատճառով Հայաստանի հայերեն գրությունը, օրթոգրաֆի, ուղղագրությունը փոխվեց 30% սոսկ բառերի գրվում է ուրիշ ձևի, քան մայր բառարանում է եւ կապը կտրվեց անցյալի հետ։ Սփյուռքը շարունակում է պահել եւ առիթը օգտագործելով հույսով եմ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը կլսի, ուղղակի խնդրանք։ Դու չէիր ուզենա 1600 տարվա քո ուղղագրությունը վերականգնել, որ Սփյուռքը կարողանա նաև քո ուղղագրությամբ կարտա նամանավանդ
Կոմպյուտերների եւ ինտերնետի այս դարում, երբ ամեն ինչ հայերը ցկտում ենք, մենք ցկտում ենք անեն, բայց գնում է աբեղյանական մեր վիհը խորանում է։ Ուրեմն հարգելի վարչապետ, հարգելի լուսավորության, այնտեղ կարծեմ սպորտ բանել են մտցրել այնտեղ նախարարության մեջ, հարգելի լուսավորության, խնդրում եմ ձեզ վերադառնալ Մաշտոցյան ուղղագրությանը, որպեսզի Հայաստանի հայը եւ Սփյուռքի հայը նույն ձևի գրեն ու կարդան։ Մեջը իմաստ կա, ոչ միայն հայերեն գրել է, այլ նաև ուղղագրությունը ճիշտ գրելն է, որը կոչվում է ճշտախոսություն, մի քանի անգամ ասել եմ, այս անգամ է կրկնեմ պրոֆեսորի խոսքը։ Հայաստանում կրթություն ստացած հայը գրաճանաչ է, գրագետ չէ։ Ինչու, որովհետև խախտված է գրելու ոճը։ Պարոն Պելոսյան, դուք գիտեք, որ այդ փոփոխությունները բոլոր արվում են այսպես հեղափոխության պայմաններում եւ պատահական չեն արված նաեւ աբեղյանական այս փոփոխությունները, ճիշտ է, որովհետեւ խորհրդային միությունը ժամանակ խնդիր ուներ այդ անջատումը իրականացնել։ Ներկայումս ես նմանատիպ մի բան եմ տեսնում մեր գործող ղեկավարության կողմից, որը որ իր իրական Հայաստան կոնցեպտը իրականացնելու համար կարծես թե անջատում է բոլոր խանգարող հանգամանքները, իսկ այդ խանգարող հանգամանքները պատմությունն է, ուրեմն հայկական հարցը կամ Սփյուռքը։ Հիմա այս իրավիճակում, երբ որ հայկական պետության քաղաքականությունը այլ ուղղությամբ է գնում, ձեր խնդրանքը ինձ թվում է ժամանակավրեպ է գոնե այդ իմաստով, որովհետև մենք հնարավորություն ենք այդ ուղղագրությունը ուղղելու դեռ խորհրդային միության փլուզումից հետո անմիջապես, երբ այդ հարցը ակտիվ քննարկվում էր, բայց չարվեց, մենք ունենք հնարավորություն 18 թվականի հեղափոխության ժամանակ, երբ որ ուզում ենք, որ համակարգային բաներ փոխվեն, այդ թվում նաև այս հարցը նորից քննարկվեց, բայց դուրս եկավ մեր տեղից։ Հիմա մենք ունենք արդյոք դրա ոնց որ միջավայրը, որպեսզի այդ մասին խոսենք։ Տիրեն ջան, գնա ճշտին։ Եզակի ազգ ենք, որը ունի հին մատենագրություն։ Եթե դու չես վերադառնում, ես չէի ասի թավշյա հեղափոխություն, ես կասեի թավշացված տգիտություն, որովհետև իրոք տգիտությունն է բոլոր մեղքերի պատճառը, սխալների պատճառը, երբ դու ինքդ չես հասել գիտակցման այն մակարդակին, թե դու այսինչ ժառանգության կրող ես։ Կապ չունի այսօր ով է ղեկավարը, կապ չունի երեկով է եղել, ես այն օրը լսում եմ նախկին մի ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, խնդալս գալիս է, այս մարդը իրան ասում են 92 հատ անշարժ գույք ունես, մենք պետք է ձեռքից դառնենք, տատախազն է ասում, ինքը գիտի որ առնելու են։ Ինքն ասում է փաստաթղթերով հաստատել է, մենակ չի ասում որ տակի ինքն է ստորագրել։ Հիմա այս մարդը 8 տարի ես պատկերացնում եմ ինքը հայկական հարց չի կարող մտածել։ Այս մարդը իրոք նյութապաշտ է եղել, տասված իր երկար կյանք, բայց այդ գիտակցությունը չունի, որ ինքը հասկանա, որ ինքը հայ ժողովրդի, հայ ազգի նախագահ լինելու այդ 8 տարին կորցրել է։ Երբ այսօր եմ գալիս, ասենք ինձ հետաքրքրում է ոչ միայն վարչապետի պատասխանները դուրս գալիս է, որ ինքը հանդես է գալիս, այնտեղ թղթակիցները կանգնած են, ամեն մեկը 5, 7, 10 րոպեանոց հարցեր է տալիս, ինքը դե չգիտես ինչու, դե ինքը չի աշխատում հարցի վրա։ Եվ վարչապետը պատասխանում է այդ հարցերը։ Ես կուզենայի վարչապետին առաջարկել, ամեն անգամ որ պատասխանում եք հարցերը, ես կուզենայի որ այդ հարցի գծով ձեր խորհրդատուի խոսքը լսենք։ Որտեւ այսօր ես բժիշկ եմ, ասենք, ես ընդհանուր բժշկությամբ եմ զբաղվում, ներքին հիվանդություններ, բայց հանկարծ ինֆեկցիոն հիվանդություններում դժվար եմ բուժում, ես կանչում եմ մասնագետի։ Ես տեսնում եմ մարդը կաթված է տանում, ես կանչում եմ նեյրոլոգի։
Ես տեսնում եմ կոտրվածք է տարե, ես կանչում եմ օրթոպեդի, ես տեսնում եմ ինքը տրոմբ է տարե, թռել է, ես կանչում եմ մանոթային։ Ինձ հետաքրքրում է ոչ միայն վարչապետի պատասխաններ, որոնք ես տեսնում եմ, որ պրոֆեսիոնալ չեն, բայց հետաքրքիր դանդաղ խոսելու ոճ կա, դեմքին վստահության դիմակ կա, մանր հարցերի մեջ մեծ բառապաշար օգտագործելու ցանկություն կա, բայց հայկական հարց չեմ տեսնում։ Հարցեր, որոնք բաց են, այն սենյակը, այն տեղը, որտեղ Ալիևը եւ ինքը ստորագրեցին այդ թրիփ կոչվածը, ինձ ուղղակի 2-3 հարց է հետաքրում։ Առաջինը, ամերիկահայ գաղութին, մասնավորապես հայկական համագումարին եւ հայ դատի օգնությանը ինչպես ինքը անցած։ Մինչև գնալը նա կարող էր շարժի դնել ամերիկայությանը։ Հազար ուժ կա, այնտեղ միլիարդներով փող կա, հազարավոր ինտելեկտուալ մարդիկ կան։ Ոնց եկավ այնտեղ սպյուրքը թռել է, ամերիկացի որբերը գնացել են այնտեղ, հայ որբերը հասել, ինչ կատարեց ժողովուրդն ուզում է իմանալ։ Ես պատկերացրեմ թղթակից եմ ասում, հարգելի վարչապետ, ինչպես եք օգտագործում ամերիկահայության հզորությունը թրիփի հարցում։ Դուք գիտեք, որ թրիփի սկզբունքները հակասում են Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին։ Թույլ կտաք ամերիկյան իրավաբանները այդ հարցը բացրեն Ամերիկայում։ Որովհետև հարցը այնքան հետաքրքիր է, որ իրեն են օգնելու, բայց ինքը կարծում է, ինքը ունակ է, ինքը մասնագետ չի այդ հարցում, ես ինքս մասնագետ եմ, բայց գիտեմ, որ այնտեղ մեծ խնդրեմ կա։ Դու Ամերիկայում օրենքը հանի մեջտեղ սեղանի վրա, պրեզիդենտը կհրաժարվի, որ ինքը օրենքը խախտել է։ Հանի մեջտեղ, բեր մեջտեղ լի մի հատ օրենքը դա է։ Երեք հանդիպեցինք մեր հարգարժան ընկերոջ հետ, երբ որ ասին, գիտես ինչ ասում են օրենքը չի աշխատում։ Բայց ինքը լրջացավ, ասեց միայն օրենքն է աշխատում։ Բայց դու կարողացի ճիշտ մոտենաս։ Ինքը շատ լավ զգում է դու իրավաբանական կրթություն ունես, թե չէ։ Ինձ հետաքրում իսկապես Միրզոյան ունի իրավաբանական կրթություն, թե չէ։ Ինձ հետաքրքրում է, ասենք, մեր վարչապետը իրավաբանական դասեր վերցնում է, թե չէ։ Ով է նրա իրավաբանական խորհրդատուն։ Ես չգիտեմ այդ խնդիրը, բայց այնուամենայնիվ կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ խնդրին։ Աստորեն ըստ Փաշինյանի նոր դոկտրինի, որ իր կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը իրականացնում եւ կյանքի է կոչում հիմա, նամանավանդես ընտրություններից հետո երբ որ ուրեմն մի անգամ եւս իմպուլս ստացավ, այդ դոկտրինի հիմնական գաղափարը նա էր, որ այդ հարցերը, որ դուք բարձրացնում եք, Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեն։ Դա ձեր հարցն է, Սփյուռքի հարցն է, խնդրեմ գնաք ինքներդ լուծեք։ Մոտավորապես այսպես է մոտեցումը։ Ես ավելի քան վստահ եմ, որ դուք դա տեսնում եք, դա գիտեք։ Հարգելի վարչապետ, աթոռը շատ ավելի մեծ պարտականություններ է դնում ձեր առաջ, քան ձեր մտահորիզոնն է ընդգրկել այսօր։ Այդ աթոռը ընդգրկում է աշխարհի հայությանը եւ պատմական Հայաստանը եւ այսպես կոչված Լենինյան քարտեզով Հայաստանը, որը ձեր կրծքի վրա գրում եք, մինչ այդ ուրիշ քարտեզներ են եղել, կանչեք մասնագետներին, նկարագրեք ինչպիսի անհեթեթ է եղել Ալմատայի որոշումները, հանեք մի հատ, ռուսն էլ մարդ է, թուրքն էլ մարդ է, Ալիևն էլ ինքը տեսնում է որտեղ է ճիշտն ու սխալը, գնա ճշտով, ճիշտը քո կողմն է, չվախենա Սուրետանում։ Իրականում ուզում եմ մի փոքր կոմենտ անել կապված Ալմատայի հռչակագրի հետ, որ այնտեղ նշված է այսպիսի մի ֆրազ ընդհանրապես գոյություն ունեցող սահմանները եւ դրա տակ պետք է Փաշինյանը կարող է հասկանալ խորհրդային միությունում գոյություն ունեցող սահմանները, հայ մասնագետները այն ժամանակ հասկանում էին, որովհետեւ Ալմատայի հռչակագիրը ստորագրելու համար Արցախը արդեն իր անկախությունը հայտարարել եւ դե ֆակտո անկախ էր եւ այս ամբողջը մի հատ այսպես իրավաբանական խճճված իրավիճակ են ստեղծում, որը որ պետք է ինձ թվում է համատեղ մասնագետներով, միջազգային իրավունքի մասնագետներով։ Տիգրան ջան,
ինքը դες գալիս դեր ես ուղղակի ալմատայից գոյություն սահման որ ասում ես տեսնենք հələ ինչ օրենքներով ինչ սահմաններ կան մեկը նայում ես որ ամենաբարձրագույն օրենքը դա իրավարար վճիռն է հիմա հասկացանք Լենինը եկել է բռնել է սպանել է բոլորին լաչին ծախին ինքը մտել է դամբարան բայց իր աղավաղումները այսօր անորոշ ձևով դառնում են հիմք մեծ որոշումներ կատարելու դրա համար քարտին ես այսպես եմ պատասխանում հարգելի վարչապետ Սրտացավ մարդես, դրական կողմեր ունես, զգում եմ ուզում ես մի բան ասել, մի վախենա միջազգային իրավունքից, գործի գցի սփյուռքը, գործի գցի միջազգային իրավունքի մասնագետներին, թույլ տուր իրենց առաջ գնան, որբերը հոգին չի խաղաղվում, քանի ճշմարտությունը չի եղել։ Էս ինչ է, ստեղ Տիգրան ջան, էս ինչ է։ Դու միած 3 տարի առաջ ես մի հատ ուռուցք եմ, տեսաման ասել եմ բանի տեղ չտեմ, մեկը պարզում է քաղցք եղա։ Ինչքան ես փակ եմ վրա։ Օ կարմրել է, ստեղես ինչ է, ուռել է, լավ բանի չէ, ցավում է իր, տաքությունն է, մեզ ինչ, բանի տեղ մի տնի չկա, այսօրվա իրակ, այմ մեկը նայում ես որ թարախ դարձա։ Իմ խնդրանքը նաև Ժողովրդության անալոգիան Ես ուրախ եմ Տիգրան ջան, որ Հայաստանում ընտրությունները խաղաղ անցան, ես ընդունում եմ, որ ընտրված վարչապետը ինչպես է ընտրվել, ես չգիտեմ, ես ուրիշի կտայի ձայնը այնտեղ էլ նայում եմ, ասենք որ լայն որ նայում ես հարցին աղքատ երկրում ընտրությունը համակրանքով եւ հակակրանքով է գալիս, այլ ոչ թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Եվ մենք ասենք ցավոք սրտի երկիրը դերևս այդ թափին չի ասել, բայց մեր ազգը այդ կարողություն ունի Տիգրան ջան։ Շատ լավ դուրս գանք գովազդային ընդմիջման, սիրելի բարեկամներ, որից հետո կշարունակենք մեր զրույցը Վարշակ Պիլոսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը Ամերիկայի բժիշկ, հասարակական գործիչ Վաղարշակ Պելոսյանի հետ եւ պարոն Պելոսյան, ես կուզենայի այս հատվածում մենք խոսեինք այն բոլոր հարցերի մասին, որ ձեզ որպես Սփյուռքի հասարակական գործիչ առանձնապես անհանգստացնում է։ Տիգրան ջան, որպես հայ ամենացավոտ հարցերից մեկը ուղղագրության հարցին զուգահեռ Հայաստանում աբորտների քանակի հարցն է, որը անցել է 1 միլիոնից անկախանալուց հետո եւ փաստացի այդ չարիքը չծնված հայերի քանակը մոտեցնում է Եղեռնի ժամանակվա կորուստի թվին։ Ցավալի հարց է, հարգելի առողջապահության նախագահ, հարգելի սոցապի նախագահ, հարգելի վարչապետ, խնդրում եմ ձեր ուշադրություն այս հարցի վրա եւ պետք է Սփյուռքը նույնպես ներգրվի։ Ես գիտեմ այնտեղ Անահիտ հիմնադրամ է ստեղծած, բայց այն ժամանակ դրել էին 1.5 հայ նահատակներին 1.5 միլիոն նոր ծնունդներ, ուրեմն աբորտների հարցը պետք է դառնա պետական հոգացության հարց եւ այդ ահավոր երևույթը պետք է կանգնեցվի միայն թողնելով բժշկական հիմնավորվածությամբ կատարված աբորտները։ Երկրորդ ես կուզենայի այրոպորտում, որ օդանավակայանում, որ իջնում են դրսից եկած հայերը, ես կուզեմ այնտեղ լիներ զինվորական խանութ, ամեն մեկը իր հայկական բանակին զինվորագրվելու շորերը, կոշիկները ինքը ունենար եւ պատրաստակամություն ալներ գոնե տարեկան 2 շաբաթ, 2 տարվա մեջ գոնե 2 շաբաթ ինքը զին պատրաստություն անցներ Հայաստանում, միաժամանակ զինվորագրվելով հայկական բանակին։ Ես կուզենայի նաեւ հայկական հարցի մաս համարել այն կարևոր հանգամանքը, որ աշխարհում ինչ կան հայ կան, նույնիսկ եթե միայն հայրն է հայր կամ մայրը, նա պետք է դառնա Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի կառավարությունը պետք է այնպես շարժվի, որ նրանք պետք է մաս ունենան Հայաստանի մեջ։ Հաջորդը ցավ եմ զգում, սրտանց եմ խոսում, անձամբ ճանաչում եմ հարյուրավոր հայերի, որոնք այսպես կոչված հայրենադարձության տարիներին եկան, տուն տեղ դրեցին, աշխատեցին, բարիքներ ստեղծեցին, ճակատագրի բերումով այժմ նրանք Հայաստանում չեն, Հայաստանում կուտակված հարստությունը բաժանվել է այնպես, որ ոչ մեկը չի հիշում, որ դրա մի մասը հասնում է Սփյուռքից եկած եւ Սփյուռք գնացած հայերին։ Եվ երբ որ պետությունը բռնագրավում է, պետական է դարձնում եւ այլն, հարգելի վարչապետ, հարգելի պետական այրեր, մտածեք դրա մասին, չեք պատկերացնում ինչ ուրախություն է գալու, երբ որ զավակը Ամերիկայում, Ֆրանսիայում լսում է, որ պետությունը գնահատել է իր հոր վաստակը, որը ճակատագրի բերումով երկրից դուրս է եկել եւ որևէ հողի տարածություն, որևէ շենք, որևէ գործարանի մի բաժնետոմս, ես գիտեմ ժամանակին բաժանել են եւ այլն ինչպես է եղել, սփյուռքահայը իմանա, որ իր ծնողի, պապի, տատի ստեղծածը հայրենիքում ոչ միայն չի կորե, այլև ինքը տեր է դրա։ Միաժամանակ դա օգնելու է, որպեսզի իրենք ավելի շուտ Հայաստան կան եւ տեղ կանգնեն դրան։ Ես շատ կուզենայի, որպեսզի Հայաստանը ընդհանուր ուղղությունը դներ դրական չեզոքությունը Ռուսաստանի եւ Ամերիկայի կողմից երաշխավորված։ Երանի, Վրաստանի հետ մենք տանենք նույն քաղաքականությունը, որովհետեւ քարտեզին որ նայում ես, իրոք որ Թուրան է, այս ազգերը եկան այն եզրակացության, որ պետք է ունենան մեկ ուղղագրություն եւ արեցին իրենք։ Հայերը ունեին, կիսվեցինք, մինչեւ մա տեղը չենք բերել։ Ուրեմն օրինակ վերցնենք թուրքերից, թուրքալեզու ազգերից, որ չունենալով հին մշակույթ, ունենալով որոշ սովորություններ, ադատներ, նրանք մեկ ուղղագրության են անցնում, հարգելի վարչապետ, հարգելի լուսավորության նախագահ, ազգերի լեզվաբաններ,
որ ազգ ունի 1500 տարվա գրական պատմություն, Մատենադարանը ինչ է, երբ ենք վերադառնալու մեր արմատներին ուղղագրության գծով։ Հաջորդը, որ Հայաստանը, ես գտնում եմ, որ ճիշտ կլինի այն տաղանդավոր մասնագետներին, որոնք սփյուռքում են, որոնք ինչ-ինչ պատճառով իրենց մոտ ասենք այս գծերը, այս աշճանի ասենք ակտիվության մղող չեն, ոնց որ իմ մոտ են, ես ցկտում եմ, մի բան անեմ, զավակներիս եմ խրախուսում, թորներիս եմ ասում եւ այլն, վիրաբույժներ են, թերապևտներ են, գիտնականներ են, ուղղակի պետական հրավերներ, մասսայական, գիտենք ով կա, մենք հիմա Լոս Անջելեսում առնվազն ինչքան 3-ից 5000 իրավաբան կա հայ, առնվազն 2000 բժիշկ կան դեղ աշխատող, սա հզորություն է երկրի համար, սփյուռքը պետք է ներգրավել ավելի շատ եւ իրավաբանական հարցերին Տիգրան ջան, ես ինքս կուզենայի օրվա մի ժամ 2 անցկացնել իրավաբանական հարցերի մեջ կողմնորոշվելու համար, որովհետեւ ես ինքս սխալ թույլ չտամ։ Եվ մի բան էլ կար, որ ես անպայման կուզեի այսօր ասել, հարգելի հայեր, հարգելի քույրեր, եղբայրներ, ես կուզեի անպայման բոլորդ մի հատ խոլեստերոլի եւ յուղի անալիզները տայք, շաքարի անալիզները ստուգեիք, որպեսզի նրանք լինեն նորմայի սահմանում, որովհետեւ խոլեստերոլի բարձրացումը, յուղի բարձրացումը, ճնշման բարձրացումը, քաշի ավելացումը, ես էլ եմ ավելացել, եւ ծխելը տանում է ինֆարկտի։ Փոքր ազգենք, մենք պետք է կարողանանք նաև մտածենք մեր իրոք կյանքի երկարացնելու, ապրելաոճը առողջացնելու գծով եւ հավատացեք հզոր ուժ կա սփյուռքի մեջ բժշկական տեսակետից, որոնք բոլորին ում հետ որ խոսում են, բոլորի սիրտն էլ ցավում է, բայց ցավոք սրտի դերևս դրանք չի դարձել պետական հոգացության առարկա։ Նորից հիշեցնեմ վիժումների, աբորտների հարցը եւ հայերին Հայաստանի քաղաքացիություն գրավելու հարցը կրկնելու համար, որովհետեւ դրանք կարեւոր են Տիգրան ջան։ Ես կուզենայի դուք խոսեք նաեւ մի գաղափարի մասին, որ մենք խոսել ենք հաղորդումից դուրս, դա սիմպոզիումի երախտագիտության սիմպոզիումի հրավիրման հարցն է։ Շատ եմ չարչարվել, ճկնել եմ, գիշերը քունս չի տարել, ինչպես մոտենաս հարցին, որ դիմադրությունները վերանան։ Եվ ես եկա այդ եզրակացության, որ ողբը Համիդյան ջարդերից սկսած 15 թվականով շարունակած կատարած ինչ որ արել է չկենտրոնանամ շատ վրան ահավոր է, հարգելի հայեր, աշխարհի մեծ պետությունները եւ առանձին անհատներ հազարներով միայն Ամերիկայից որբերին պահելու համար 1000-ից ավելի կամավոր է եկել։ Մերձավոր արևելքի օգնության 6 գլխավոր կազմակերպիչները գիշեր-ցերեկ աշխատել են այն ժամանակվա թվերով $132 միլիոն Հայաստան տեղափոխելով, որբերին փրկելով։ Այդ ժամանակ առանձին անհատներ, վերցրած Չարլի Չապլինը, $1 միլիոն, Ջեյմս Բրայսը, 250,000 ֆուտ ստերլինգ, ամեն մեկինը չիշեն, որտեղ մեծ գումարներ են։ Տիգրան ջան, սա այն կողմն է եղեռնի ցավոտի, որ առայժմ մենք ուշացել ենք այս մարդկանց երախտագիտություն հայտնելը։ Մենք մոռացել ենք։ Առանց Մոսկվայի թույլտվության սա չէր լինի, ես հասկանում եմ, մինչև ես հիշում եմ հայրենիքի ձայն թերթի թույլ տալը, որ սովետական եզակի թերթերից էր, որ չէր գրվում պրոլետարներ բոլոր երկրի միացեք, այլ գրվում էր փառք քեզ Հայաստան, դու վերածնված հայրենիք հայոց, այսինքն այդ Խրուշչովյան տաքացումների ժամանակ թույլ տվեցին, որ մարդիկ իրենց բարեկամներին գտնելու համար թերթում հայտարարություն տվեն։ Եվ դա գնում էր տարիներով։ Հիմա ուրիշ դասգերի մոտ չի եղել, մեր մոտ դա եղել է։ Ինչ որտեղ նաև սովետական միությունը մեղմացրեց, հակառակ դեպքում չէր լինի այսօրվա ցեղասպանության հուշահամալիրը։ Շարունակելով պատասխանը քո հարցին, Տիգրան ջան, երախտագիտությունը, ով որ քեզի լավություն է արել, պարտավոր ես որևէ ձևի պատասխան տալով։ Դու գուցե երրորդ մարդուն
օգնես, բայց որովհետև կենթանի են։ Վուդրո Վիլսոնի թորները, կենթանի են Քալվին Քուլիջի թորները, ես ամեն մեկին 30 տարի եմ տալիս մի սերունդին, կենթանի են Թեոդոր Ռուզվելթի թորները, ես էլ չեմ ասում Ջեյմս Բրայս, չեմ ասում այդ Բարթոն, Մորգենտաու եւ այլն, խումբ, այո այդպես էլ ասենք, հարգելի արտաքին գործերի նախարարություն, գուցե Հայաստանում մի հատ երախտագիտության նախարարություն ստեղծենք, տեսագուցե եկեղեցու կողքը ստեղծենք, մենք պիտի կանչենք նրանց սերունդներին մեր երախտագիտություն արտահայտելու, որ իրենք տեսնեն պապը ինչ արե մեր համար, իսկ կատարածը վեհ է իրոք, եւ եղած ցեղասպանության թանգարանում այն պատը, որ աջ կողմից ցախ կողմում տեսնում ես հավերժական կրակին գնալուց հայաթափված գավառների, վիլայետների անուններն է։ Հակառակ կողմում երախտագիտություն արտահայտելու քայլ է արած այդ մարդկանց գերեզմաններից հող է բերած եւ պատի մյուս կողմում է դրած։ Ես զգում եմ, որ այս մտքերը եղել են ուրիշների մոտ էլ, որտեղ ինքը մի ձևի ձգտել է հիշի իրենց։ Ուրեմն իսկապես քիչ դժվար է իմ համար ասել կառավարության որ մասը, բայց հարգելի Փաշինյան, կխնդրեի ձեզ երախտագիտության սիմպոզիումի կազմակերպումը դարձնել առանցքային, առաջի քայլը կատարելով ռուս-ամերիկյան համատեղ նիստ, որովհետև ամենամեծ օգնությունը մինչև 17 թվականի պետական հեղաշրջումը Լենինի կատարել է Ռուսաստանը 300,000 հայի փախստականի վիճակ տալով եւ ռուսական պետությունը ցարական իր վրա է վերցրել 300,000 որբերի ներողություն, փախստականների խնամքը։ Ռուս մտավորականությունը, արվեստագետները, քանդակագործները վաճառքի են հանել իրենց գործերը, հավաքածը տվել են հայ գաղթականներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կատարած Մերձավոր Արևելքի նպաստամատույցը աննախադեպ երևույթ է մարդկության պատմության մեջ եւ մեր այդ երախտագիտության սիմպոզիումը իրոք երախտագիտության սիմպոզիում է, բայց ես ում հետ որ խոսում եմ Տիգրանը նույնպես բացառություն չի, ինքը ասեց Ռուսին ու Ամերիկային իրար մոտ է զբերում, ասում եմ այո։ Երկուսն էլ արել են եւ մենք պետք է այդ քայլը կատարենք, դա առաջնային նպատակս չի, առաջնայինը երախտագիտություն է, բացի Ուկրաինայի հարցից թող մի հատ հայկական հարցով իրար կողք կան, եւ իրանք տեսնեն ու իրանք մենակ զենքով չեն մրցելու իրար հետ, իրանք մենակ միջուկային հզոր երկրներ չեն, նրանք մարդկային քաղաքակրթություն ստեղծած ազգի փրկողների մեջ մեծ դեր են կատարել։ Տիգրան ջան, երախտագիտության սիմպոզիումի կազմակերպումը պետք է լինի համահայկական, ես հաջորդ քայլս պետք է լինի Բոստոն գնալը եւ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի թանգարանի հետ խոսելը։ Ի ուրախություն եմ հայտնում հայ ժողովրդին, որ Երևանում մենք հիմա ունենք արդեն Վուդրո Վիլսոնի անվան իրավագիտական կենտրոն, սա մեծ երևույթ է եւ ես վստահ եմ Ամերիկայի դեսպանատունը եւ Ամերիկայի արտաքին գործերի նախարարությունը, իրանք պետդեպարտամենտը, նրանք պիտի ուշադիր լինեն, որ հայերը մոտենում են իրենց երախտագիտության ճանապարհով։ Ինքն է փոխվելու։ Երախտագիտությունը հոգու ուրիշ տարածքներից է գալիս եւ որը եթե մեր մոտ չլիներ այսքան հայ ուրիշ տեղեր համեմատաբար հանգստի վիճակում չէին ապրի։ Այդ եղել է մեր ազգի մեջ, ես զգում եմ, որ արգելքները վերացնող միջոցառում է, միաժամանակ նա ունենալու է իր շարքերը, դրանից հետո Նանսենին հիշենք, Ջեյմսին հիշենք, Մորգենտաուին հիշենք, բոլորինը պետք է հիշենք։ Ուրեմն Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ, որ այս երախտագիտության սիմպոզիումի հարցով թույլ տվիր ես արտահայտվեմ լրիվ, բացվեմ, որտեղ ներսս ես զգում եմ, երբ պապի կատարած հայանպաստ գործը ինչպես է ազդելու է թորի վրա, որը անկասկած ինքն է դառնալու երախտագետ,
այդ ճյուղերի ազդեցությունը ամերիկյան քաղաքականության վրա ես կասկած չունեմ լինելու է։ Ես գիտեմ, սա մի երկու օրվա գործ չի։ Տիգրան ջան, հարգելի վարչապետ, շնորհավորում եմ ընտրվելու համար, այս հարցերին կուզենայի ուշադրություն դարձնեք։ Հարգելի կառավարության անդամներ դուք նույնպես, հարգանք ձեզ։ Շնորհակալություն պարոն Պիլոսյան հետաքրքիր զրույցի համար, սելի ռոստատիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ամերիկահայ հայտնի բժիշկ եւ հասարակական գործիչ Արշակ Պիլոսյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։